Դեկտեմբերի 3-ին ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն էին այցելել Ֆրանսիայի ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի, շրջակա միջավայրի վերահսկողության եւ վերլուծության դեպարտամենտի ղեկավար Անտուան Տոկնելին, միջազգային կապերի հարցով օգնական Նիկոլաս Բրաշետը, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հետ կապի գլխավոր պատասխանատու Յոան Կանոն եւ տեխնիկական մասնագետ Ժերեմի Հրամանը։ Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի գլխավորությամբ քննարկվեցին երկու կողմերի համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը։ 2025-27 թվականներին նախանշվել է մի քանի ռազմավարական ուղղություն։ Շարունակվելու է ազգային տվյալների կենտրոնի տեխնիկական արդիականացումը, տարբեր ծրագրային միջավայրերի վրա հիմնված վերլուծության հոսքերի կայունացումը, ինչպես նաեւ Վայք սեյսմիկ կայանի փուլային արդիականացումը։ Նախատեսվում է Վայքի տարածքում տեղադրել ինֆրաձայնային ժամանակավոր կայան հետագա մշտական ցանցի նախագծման տեսլականով։ Զուգահեռ կիրականացվեն սեյսմատեկտոնիկ եւ սեյսմիկ վտանգի գնահատման համատեղ ծրագրեր։ Կարողությունների ամրապնդման նպատակով նախատեսվում են համատեղ վերապատրաստումներ։ Այս քայլերը միտված են բարձրացնելու Հայաստանի սեյսմիկ դիտարկումների որակը, ամրապնդելու միջազգային տվյալների փոխանակումը եւ ապահովելու ավելի արդյունավետ սեյսմիկ վտանգի գնահատում թե ազգային, թե տարածաշրջանային մակարդակներում։